Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը, գլուխ չէր մնա։ Ալեն Սիմոնյանն այսպես հակադարձեց Գեղամ Մանուկյանին, որը Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ ասել էր, թե գլուխը պատով է տվել։ Սիմոնյանը Մանուկյանին իրավիճակը լարելու չեմպիոն որակեց, պատգամավորի ռեպլիկը անպատասխան չմնաց։ Ով կարա սպառնա, գլուխը պատով ա տալու։ Լավ, հանգստացի թող խոսենք։ Արինս դեմի գնա, վախեցար։ Մինչև այս բանավեճը Մանուկյանը բավական սուր քննադատել է վարչապետի վերջին ելույթը։ Պատգամավորի խոսքով Փաշինյանը չի ուզում հաշվի նստել պատմական իրողության հետ։ Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժներ։ Իր խմբագրիր եղած ժամանակվա ոճով ամեն ինչից մի քիչ իմանալով իբր լուրջ դատողությունների հանգող Փաշինյանը ես դրակացնում եմ, որ մեզ բերում եմ 80-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Սուտ է, ոչ ճիշտ, ոչ պատմական եզրահանգում։ Իշխանության անցյալը ուրանալու մասին Գեղամ Մանուկյանի հայտարարությունը Հայկ Կոնջորյաննի սրտով չէր։ Իշխող ֆրակցիայի ղեկավարը հիշեց ընդդիմության հանրահավաքներն ու հայտարարությունները։ Երբ որ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այդ ցեղասպանությունը ուրացողներ, խեիք ծիծեռնակաբերդի լույսերը անջատում։ Այ Արարատը ուրացողներ, ինչի եք հավաքականի մարզաշապիկից Արարատեի պատկերը հանում։ Բայց սա դուք եք կարել ձեր իշխանության ժամանակ, բա ուրացել եք, խեք ուրացել, հա։ Արագացված ռեժիմով խորհրդարանը քննարկեց համընդհանուր հայտարարագրի ճակատագիրը։ Դուք էլ ասեցիք, որ վարչապետը մի քանի ամիս առաջ ասել էր, որ նոյեմբերի 1-ը տեղափոխվելու։ Բարձա չէ, որ դուք այդ մարդու խոսքով գետնին չէիք թողնելու։ Այսինքն մի քիչ ավելի շուտ կբերեիք, ավելի քննարկման հնարավորություն կստեղծվեր։ Եվ ասենք այս ընթացքում սենց էլի նորից հապճեպ ոտի վրա, ինչի՞ չեք ուզում այս հարցերը քննարկվի, որ բերում եք 24 ժամյա ռեժիմով։ Քաղաքացիները 2025-ին եւ 26-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո մինչև հուլիսի 1-ը։ Ինչ է սպառնում մեր այն քաղաքացիներին, ովքեր նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագիր չեն լրացնի կամ սխալ տվյալներ կլրացնեն հայտարարագրում։ Առաջարկում հարցին չպատասխանել, որովհետև 24 ժամյա ռեժիմին Չէ, բայց ես թույլ չեմ տալի, պարոն Թունյան, շնորհակալ եմ։ Այն զգուշացումից անմիջապես հետո հարց եք տալիս բովանդակային։ Մինչև հիմա հայտարարագիրը ներկայացրել 35,000 քաղաքացի, Բաբկեն Թունյանի կարծիքով թիվը փոքր է, որովհետև մարդիկ նույնականացման քարտ չունեն։ Մյուս պատճառն էլ այն է, որ մարդիկ գիտեն մինչև նոյեմբեր ժամանակ ունեն։ Ես ասել եմ, դուք սա օգտագործելու եք հարկերն ավելացնելու համար։ Եվ տենց է լինելու է, շեմերը կնվազեցնեք, կտեսնեք ոնց է քարկում։ Պետություն քաղաքացի համագործակցության մասին է համընդհանուր հայտարարումը, եւ հենց դրա համար անդիմությունը կյանքի ու մահվան կռիվ տալիս հայտարարման դեմ։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ ինչպես Արցախի հարցից սկսած մինչև Արագաչափեր ստել են, այնպես էլ այս հարցում են ստում եւ պատրաստվեք, որ հաջորդ տարվանից քրեական հետապնդումներ են սպառնում այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնի կամ կեղծ տվյալներ կլրացնեն։ Որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ պատգամավոր լինեմ, կամ եթե չլինեմ ուրիշ ամբիոնից, ձեզնից հրապարակային ներողություն խնդրել։ Այսպիսով աղմուկ աղաղակով ու փոխադարձ մեղադրանքներով նախագիծն ընդունվեց 63 կողմ 12 ձեռնպահ ձայնով։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։